ավելի շուտ դատական իրավական պրակտիկաների երկրում ամենայնտեղս մինչև այս բանը ձևավորվել այնպես, որ դատախազը մեղադրանք առաջադրելուց առաջ նոր կամ լրացնելու մեղադրանքները գալիս է ազգային ժողով եւ ներկայացնում է այդ հարցը ազգային ժողովից, ստանում է համաձայնությունը, որից հետո որոշում է ստորագրում։ Մեր դեպքում ստացվել է այնպես, որ դատախազը երկու անգամ 2024 թվականին եւ վերջ անգամ 25 թվականին որոշում է ստորագրել նոր մեղադրանքներ առաջադրելու երկու գործող ազգային ժողովի պատգամավորների, կոնկրետ դեպքում պարոն Մարիամյանից, առանց ազգային ժողով մուտքով։ Դատախազի հիմնավորումը այն էր, որ մենք արդեն ներգրավված ենք եղել որպես մեղադրանքներ, մենք արդեն հաստական հանգամանքներ եւ այլն։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մարտին գլխավոր դատախազը եկել էր ազգային ժողովում, եկալ պատգամավորի անձնախելիությունից զրկելու համաձայնություն ստանալու, այն պարագայում, որ նախաքննության փուլում բոլոր նույն հաստական հանգամանքները ունենալով նոր մեղադրանք են առաջադրել։ Հիմա ինչ է ստացվում։ Ստացվում է, որ դատախազությունը եւ մեր իրավական պրակտիկան ենթադրում է, որ անձնախելիության ինստիտուտը ավելի պաշտպանված է նախաքննության փուլում, քան թե դատաքննության։ Այսինքն դատաքննության փուլում գործող պատգամավորին կարող են անընդհատ նոր մեղադրանքներ առաջադրել առանց անձնախելիության հարցը քննարկելու համաձայնություն ստանալու։ Ես ուզում եմ մենք արձանագրենք, որ այնուամենայնիվ նմանատիպ իրավական պրակտիկա չկա ձևավորված, սա նորություն է լինելու, եւ ուզում եմ նաեւ մեկ անգամ եւս ձեր ուշադրությունը հրավիրել եմ հանգամանքին, որ սա նաեւ պատրաստում է Հայաստանի Հանրապետության միջազգային ստանալած պարտավորություններին, մասնավորապես ԵԽԽՎ-ի գործող կանոնակարգերին եւ դրույթներին։ Մեկ անգամ եւս ֆիքսենք։ Այսինքն դատախազի դիրքորոշումը որն էր, որ նախաքննության փուլում գործող պատգամավորի անձնախելիության համար կարող են գնալ ազգային ժողով եւ նոր մեղադրանք անել, դատաքննության փուլում նմանատիպ պահանջ չկա։ Իսկ ո՞ր է դա վերածը։ Հիմա ես նորից ուզում եմ ասեմ, որ երկու գործող ազգային ժողովի պատգամավորների դատախազները երկու անգամ որոշում են կայացրել 2024 թվականի հոկտեմբերին եւ 2025 թվականին առանց ազգային ժողովից ստանալու անձնախելիություն։ Եվ հիմա այն համար անհասկանալի է, եթե այս մեղադրանքը արդեն առաջադրված լինի, եւ մենք մտնենք, չգիտեմ, 319-րդ հոդվածի ինչ-որ ընդհանրակարգերով քննարկում։ Այդ որ փուլում պետք է քննարկենք անձնախելիություն։ Ո՞վ է գնալու ազգային ժողով անձնախելիության հարցը ներկայացնել։ Այսինքն դատարանը դիմել դատախազին, ասել դա գնացեք, խնդրում եմ անձնախելիության հարցը քննարկեք, թե դատարանն է գնալու ազգային ժողով, ասել դա գիտեք, ինձ գործում sense վարույթ կա, դատախազը sense բան։ Բայց ուզում ենք հասկանանք այս իրավական անորոշությունը ո՞ց է վերանալու, կամ երբ է վերանալու, որտեղ այս իրավական անորոշությունը, եթե sense շարունակվի, ըստ էության քննարկման պետք է դառնահավաքվի նաև եվրոպայի խորհրդում, որտեղ ինչու՞ կարելի է sense շարունակել։ Մենք ասում ենք, որ եթե նոր մեղադրանք կա, պետք է գնա ազգային ժողով, մենք ասում ենք համապատասխան փուլում կքննարկենք։ Համապատասխան փուլը է իրավական պրակտիկան դատախազության կողմից ձևավորված, հետևյալն է, եթե նոր մեղադրանք առաջադրվում, եւ դա պետք է կապ չունենա ընդհանրապես դատաքննության փուլում, թե նախաքննության փուլում։ Եթե նախաքննության փուլում գնում են ազգային ժողով եւ պահանջում են համաձայնություն, դատաքննության փուլում գնում են առավել ևս, որ դա շատ հստակ է եւ պարզ է։ Դրա համար մեզ համար այս հայտնության կոնկրետ երես արձանագրենք, որ խիստ իրավական անորոշության մեջ են գտնվում, այն իմաստով, որ ոնց է ես ընդհանրապես մասնակցելու, շարունակելու մասնակցել այս process-ին այն տեսակետից, ոնց են պաշտպանելու մեր իրավունքները եւ ինչից են պաշտպանվելու։ Որտեղ ես հետո չեմ պատկերացնում հետագա գործընթացը ոնց է լինելու։ Եթե հանկարծ դատարանը որոշեց, որ այո, անձնախելիության խնդիր կա, ես պետք է հաղթահարեմ։ Ոնց է հաղթահարվելու։ Երբ որ մենք արդեն քննարկում կոնկրետ մեղադրանք։ Կամ մենք քննարկում ենք այդ մեղադրանքը առաջադրված է լինելու արդեն, եւ մենք քննարկում ենք քրեական հետապնդումը դադարեցնել, չդադարեցնել, որ իրավական հիմքերը նախա կամ առկա չէ, հաստական տվյալները համապատասխանություն։ Այսինքն մենք ըստ էության արդեն մեղադրանք ենք քննարկելու։ Մեր ասածն այն է, որ այդ մեղադրանքը առաջադրելուց առաջ եկեք մի բան ֆիքսենք։ Այնուամենայնիվ 2024
2021 թվականի օգոստոսի 2-ին, երբ որ ես եւ պարոն Օհանյանը ստանձնել ենք ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը, համապատասխանատվությունից հետո 300.1 հոդված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում գոյություն չուներ։ Այսինքն մենք դարձել ենք պատգամավոր առանց նմանատիպ քրեական օրենսգրքի կարգավորման հոդվածի։ Դրանից հետո յուրաքանչյուր նոր մեղադրանք, որը պետք է առաջադրվի ազգային ժողովի պատգամավորներին, պետք է առաջադրվի բացառապես ազգային ժողովի համաձայնությամբ։ Հիմա մնացած բոլոր իրավական այս վերուրահումները բերել են նրան, որ այս իրավական անորոշությունը շարունակել է մնալ եւ համենայն դեպս նորից ուզում եմ արձանագրել, որ մենք հայտնվում ենք ռեժիմում, որ անդերջ խախտում ենք միջազգային ստանդարտներ մեր պարտավորությունները։ Ես որպեսզի կրկնողություն չլինի, ես միանում եմ պարոն Գևորգյանի ասացին ամբողջությամբ եւ այն գործողություններին, որ այսօր իրականացում է Հայաստանի Հանրապետության դատավորական հանձնաժողովը, որովհետեւ մենք այն իրավական նորմերը, որոնք որ նաեւ սահմանադրական նորմեր են, որ պետք է պաշտպանվեն, նաեւ պատգամավորի անձնամխելիության հետ զբաղված խախտում են իրական։ Դրա համար ես առարկում եմ այսպիսի դասակարգերին, այսպիսի գործողություններին եւ գտնում եմ, որ մինչեւ դատավարական գործընթացը սկսել է իրականում դատախազությունը պետք է մտնել սահմանադրական դատավարի սահմանադրության համաձայն ազգային ժողով եւ անձնամխելիության հարցը քննարկվել, որից հետո այս գործընթացը իրականացվում։